Իսպաներ, գյուղագործներ եւ այլն։ Խնդիրը սոցիալական արցախցիների սոցիալական հարցերը լուծելու համար է, իսկ ճանապարհը, որը տեսնում ենք, դա Արցախից թալանած գումարների վերադարձի միջոցով։ Որ գումարների մասն է։ Ուրեմն խոսքը գնում է այն ինչ որ մենք ամբողջ թալանը բնականաբար չենք կարող իմանանք, որովհետև մենք լիազորված չենք։ Բայց մենք գիտենք այդ թալանի ահռելի մի մասի փաստաթղթերով գիտենք դրա մասին, որը որ ներկայացված է դատախազություն տարիուկես առաջ, որոշ դրվագներով գործեր կա հարուցված, օդից կախված, որոշ դրվագները դեռ քննության մեջ է։ Ամենայն դեպս անձամբ ես եմ ներկայացել, ինձ հրավիրել են քննչականից ներկայացել եմ եւ նկարագրել եմ Արցախում խոշոր կոռուպցիային սխեմաները, ինչպես է ձևավորված։ Քննվել է Սամվել Շահրամանյանը եւ իդեպ իր դիմումի հիմա վրա է դատախազությունը վարույթ նախաձեռնել։ Ինչու օրինակ Հայաստանի իրավապահ մարմիններից չեք պահանջում, որ քննությունը արագ իրականացվի եւ հենց այդ գումարները ինչ է եղել։ Հիմնադրամի գումարները մենք գիտենք, որ գնացել է կոնկրետ ուժերի ներկայացուցիչների իմիջիալոց, ովքեր որ հենց Շախարմանյանին բերել են դրել այդ պաշտոնին։ Հիմա հարց չէ մի ավարտ մի վարքյան չեմ կարծում է, ասում եմ փաստաթղթերով է։ Հիմա մի վարքյան, այդ անունները լրիվ հրապարակված է։ Մենք ստեղ հրապարակված է Վալես NGO իրանց Facebook-յան կայքեջում եւ Մարինա Պողոսյանը ստե ահռելի գործ արել, նույնիսկ քննիչների գործն արել, տարել տվել քննիչների։ Հիմա ես ձեր հարցին չեմ պատասխանել, այդ եմ ուզում պատասխանեմ։ Ուրեմն մենք տեսել ենք, որ նաեւ արցախցիները ակցիաներ են կազմակերպել տարբեր անգամ դատախազության մոտ, բայց դե լիարժեք ուշադրության չեն արժանացել։ Այս վերջում նույնիսկ չեն էլ դուրս եկել հետները խոսել։ Հիմա մեր պահանջը Սամվել Շախրամանյանին նա է, ուրեմն հարց համար առաջին կամ դուրս արի ասա ոնց ես ժողովրդի հոգսերը քաշում կամ եթե չես կարում, ուրեմն մենք ենք քեզ ասում ինչ անես։ Իշնում ես դատախազություն, քանի որ հասարակ ժողովրդին չեն ընդունել, դու որպես սենց կոչված պատասխանատու իջի դատախազություն ու դատախազին բոլոր ժողովրդի անունից ասա, որ մեր խնդիրը նրանումն է այդ թալանած փողերի դատաիրավական process-ները արագացնեն, որպեսզի թալանածը վերադարձնեն ժողովրդին եւ արցախցիների կարիքները հոգսան։ Հիմա մի վարքյան, այդ թալանողների անունը կոնկրետ է 467 միլիոն դոլարը գնացել է 48 ընտանիքի։ 48 թողեցեք ավարտեմ էլի։ Մի մնացեք։ Դե բայց մի ընդհատեք որ հարցը տալիս եք։ Ես ես հարց տվեցի չպատասխանեցիք։ Ինչ չպատասխանեցի, ասեցի հասարակ արցախցիներ գնացել են դատախազություն չի ընդունել։ Դուք գնացել եք։ Ես էլ որ պետք կլինի գնալու եմ։ Ինչ կա։ Ինչ է գնացել եք։ Ես գնացել եմ բաները ներկայացրել, հարցաքնվել եմ։ Հարցաքնվել, բայց գնացել եք, պահանջել եք, որ մի վարքյան էլի ես տեսնում եմ, ես սովորական արցախցի եմ։ Հասարակ քաղաքացի։ Ես տեսնում եմ, որ այդ քաղաքացիները գնում են դատախազություն, դատախազությունը արհամարում է։ Հիմա մենք արցախցիներով հավաքվել ենք եւ ասում եմ, այս ակցիայի կազմակերպիչները դա մի խումբ արցախցիներ են, որոնք որ իրանք են եկել այս պահանջը դրել, դիմել ինձ, մի ավարտեք էլի, չէ իրանք դիմել են ինձ, որ ես գամ ստեղ եւ կարողանանք այս խնդրին հասնենք, ես եւ հավաքը կարողանանք կոռեկտ վարենք։ Հիմա եթե հավարտում եմ, հիմա եթե ես տեսնում եմ, որ արցախցիները գնում են դատախազության դուրով ծեծում են, ասում են այն թալանչիների գումարները բերեք, դատախազությունը սովորական արցախցիների մերժում է։ Տրամաբանական չի, որ այդ արցախցիները եկել են ստեղ, որ դիմեն իրանց ներկայացուցին, որ ինքը թող իշնի դատախազություն եւ թող իրան պատասխան տան անունների վերաբերյալ։ Հիմա ասում են նաեւ հասարակ քաղաքացիների մեջ են այս ակցիայի մասնակիցների թվում էլ մարդիկ կան, որոնք ունեն փոխառություններ եւ հետ չեն վերադարձել։ Այսպիսի հիմա խոսքը գնում է ուրեմն նայեք ինչ ենք անում։ Մենք երբ որ ասում ենք կոռուպցիա, մեր համար Չէ, մի վարքյան, եթե ուզում եք ճիշտ իմանանք, մեր մոտ այն տպավորությունն է, որ դուք եք
ինչ որտեղից ֆինանսավորվող բաներ, լրատվականներ, որ եկել եք Էլիզուրից ուզում եք տանեք ձեր ինչ որ մի ուրիշ դաս։ Մի լարեք ստե ժողովրդի։ Հիմա ձեր հարցերին ես կոնկրետ պատասխան եմ տալի, մի վարքյան։ Մատ սա ժեստ է ուղղակի, սա մատ չենք տալի ու մեր վրա մի թելադրեք մենք ձեզ։ Հավաքից հետո բոլոր մեկնաբանությունները թողասեն։ Հիմա չէ adekvat որ տալիս եք, գալիս է։ Քննարկելի հարց։ Հա, մեր հավաք հեսա սկսում է, ուրեմն ասենք ինչում նախընտրել։ Ուրեմն 40 մի վարքյան, 48 անուն ազգանունը հատ չեմ հիշում, խոշոր բաներ գիտեմ։ Մի վարքյան, չէ հիշում եմ չեմ ասելու, ու սա պայման նախի չենք ասելու, ասեմ ինչու, որովհետև որ մեկի անունը տանք մյուսինի չտանք, ասելու նարասարա խաղն է, ինչի հիմա ուրեմն լուրջ իսկապես այն է, որ դատախազությունը մեզնից բոլորից ավելի լավ գիտի անուն ազգանունները, հիմա մեր պահանջը նրան մալնելու, մի վարքյան էլի, բա մենք ասելու, չէ մի վարքյան, դուք ուզում եք ասեք Սանդր Շախրամանյանից պահանջելու ոչ մի բան չկա, դել բայր ինչի եք ձեզ հակասում։ Վերջին նախագահն է եղել, իհարկե ունեք, ինքն էլ է շատ ինֆորմացիայի տիրապետ։ Դե հիմա մեր պահանջը նրանում է, գնացել հարցաքննվել է այդ թող գնա դատախազություն, հիմա հարցը ուրիշ բանում է, որ արագացնեն գործընթացը։ Պարոն Օսիպյան, բայց տեսակետ կա, ասում են ինչի ձեզնից չեք սկսում, որտեղ ձեր շարքերում մարդիկ կան, օրինակ ստացել են փոխառություններ եւ չեն վերադարձել։ Ուրեմն նայեք ոնց ենք մենք վեգալը չեն կարող տալ, հետո մի վարքյան, ուրեմն մենք ներդրումային հիմնադրամի մասին եմ։ հենց ներդրումային հիմնադրամի մասին եմ խոսում։ Ուրեմն մենք որ ասում ենք կոռուպցիա, մենք կոռուպցիայի դեմ պայքարը ոնց ենք պատկերացնում, որ դատախազությունը ցուցակը հարապարակելու է եւ վերևից ամենախոշորից սկսելու ենք։ Հերիքա, երբ որ խոսում ենք կոռուպցիայից, ասում բանդեղն էլ մեկը մինիու է ստացել, բա մեկը, չգիտեմ, $50,000 ստացել տոնորեմ։ Մենք դրա մասին չենք խոսում, հասարակ քաղաքացիները, եթե ինչ որ մի բան իրանց ասելա։ Մենք խոսում ենք $467 միլիոն, դա Արցախի առաջնագծի ամեն մի կիլոմետրի վրա $2 միլիոն է հասնում։ Եվ այդ $467 միլիոն $25 միլիոն, $27 միլիոն, $20 միլիոն, այ այսպիսի բաշխումներ ա եղել ու մի վարքյան։ Հիմա մի վարքյան շատ կարևոր բան եմ ասում։ Ու թող մեր ընկերներն էլ լսեն։ Ինչ կլեյմո են փորձում մեր վրա դնել, ասում են այ Նիկոլի խաղն է։ Ուրեմն ասեմ, մենք խոսում ենք այն գումարների մասին, որ հենց Նիկոլ Փաշինյանն է փոխանցել այդ հանցագործ կլանին։ Հենց իրա փոխանցած գումար խոսքը գնում, բա մի վարքյան էլի սկսել ենք էլի հո չավարտեցինք, հələ մի հատ տեսնենք, մի քանի օր չի, ընդամենը անցած անգամ դատախազություն ահագին անգամ են գնացել, օրավրի։ Շենքի դիմաց չեք գնալ։ Բա ես չեմ ասում դուք անկաժերովնի լրատվամիջոցներ եք ուզում եք քաշտակ տանեք, դե չի ստացվելու, ուրեմն մի վարքյան։ Հարց ենք տալի։ Մեր հարցը կոնկրետ է։ Չեք պատասխանում մեր հարցերին։ Չկա այդպիսի հարց, որ ինձ տված են ստեղ ձեր համար ոչ ԿՊ-ի պատգամավորանս կաղնած, ոչ բանա Հայաստան դաշինքը, ոչ էլ պատիվ ունեմ։ Այդպիսի հարց չկա, որ Արտուր Օսիպյանը չի պատասխանում։ Դե ինչու չեք գնում։ Ասում եմ գնացվել է։ Հիմա մի վարքյան, հերթով գալիս ենք, հələ մի հատ տեսնենք թե ինչ է ասում։ Պահանջեք, իրենց էլ պահանջեք։ Մենք կաշկանդված չենք ոչ մեկից պահանջ, խե թալանչիներից չենք պահանջելու, խե միջև Նիկոլ Փաշինյան։ Ասում ենք, ասեք ովքեր են վերցրել այդ գումարը։ Հիմա ես ասում եմ դուք ինչ դաշտ եք ուզում տանեք, որ մեկի անունը տանք, մեկին չտանք, ասեն չի մանա ու մասին է։ ժողովուրդը ուրեմն պետք է իմանա այդ անունները լրիվ ցույց։ Մի վարքյան, եթե ժողովուրդը, երբ որ ժողովրդին այդ ցանկությունը լինի, այդ 48 հոգանոց ցուցակ այս են ժողովուրդ, երբ որ ասեմ պետք է 48 հոգանոց ցուցակը մի կայքում կհրապարակենք, ասենք ժողովուրդ նայեք, հրապարակված է, ինչ որ խոսում եմ հրապարակային տվյալներ։ Պարոն Օսիպյան, իսկ ինչու եք Արցախի նախագահի պաշտոնին 1 ամիս է մնացել, ինչու եք հենց այս ֆոնին դուք սկսել պահանջել 1 տարից ավելի Արցախի նախագահի պաշտոնը ստե կապ չունի, մի քանի շաբաթից հետո ավարտում եմ, մի վարքյան հարցը լսել եմ, էլի։ Հիմա խնդիրը նրանումն է, որ ժողովուրդ Արցախցիները մնում են ու հիմա են մնում, այս հաշված շաբաթների խնդիր է, եթե այդ 40+10 կտրվում է, այս ժողովուրդը ուրիշ տարբերակ չի մնում։ Մենք չենք եկել տեսնենք ինքը երբ է իր սուրոկը ավարտում, երբ չի ավարտում։ Մենք եկել ենք կոնկրետ հարցի համար։ Այս ժողովրդի սոցիալական խնդիրների կարը մեզ լուծես, թե չես կարում լուծես։ Արցախի խորհրդին ինչի չեք միացել։ Իրենք էլ այդ նույն պահանջները են հնչել։ Ուրեմն մի վարքյան, այդ մարդիկ իմիջիալոց ովքեր որ այս ակցիա նախաձեռնել են, այդ
հենց այդ շտաբից էին։ Բաց այդ հա, հիմա այդ նույն շտաբն էլ գնացել է դատախազություն, նույն պահանջի դրել է։ Հիմա մենք էլ ենք դրա հետևից գնում թալանած, այստեղ ինչ կա, որ ուզում ենք։ Առանձինի խնդիր չկա, հրավիրված են բոլորը։ Ով ցանկություն ունի, ով գտնում է, որ իր այդ բանը թալանածի ֆինանսական, սոցիալ խնդիրների լուծման ճանապարհը սա է, բոլորն էլ հրավիրված են։ Հիմա ես ավելի մենք անցած անգամ ինքը ասեց, որ օրը մենք ենք նշանակել, ասել ենք, որ հաջորդ չերես մի օրից հետո ստելնելու հավաք խոսք գնա սորվա մասին։ Եվ նենց էր, որ ինքը ասել է, որ պատասխանելու եմ ձեր հարցերին։ Հիմա թողենք տեսնենք ինչա պատասխանում։ Հետո իմանանք գնում ենք դատախազություն, թե գնում ենք կառավարություն, թե ոչ միտեղ չեն գնում։ Հանդիպելից հիմա չկա։ Մեզ հատ հարց ունենք։ Դուրս արի ասա, թե ոնց ես դու պատկերացնում ես ժողովրդի սոցիալ խնդիրների լուծումը։ Հարցը հրատապ է։ Այդ հրատապությունն է, որ ասում եք ինչի հիմա է դարել հրատապ։ Ու բացի դրանից մենք տեսել ենք, որ ինչ որ նախաձեռնություններ են փորձում անեն, թողել ենք փորձեն անեն մարդիկ ամեն մեկը իր միտք ունի ինչ որ ճանապարհ տեսնում մենք ոչ մեկին չենք Բաբայանի հետ ասում են որ Սավել Բաբայանը Գալաթնանում դե նա հարցին պատասխանես կապողնում հիմա մի վարքյան հիմա ես մի բան ասեմ ձեզ էլ կապում մեն ասենք թե ես իմ եւ ասեմ մի ուրիշին հետ հիմա ինչի են կապում դուք իմ հարցին ասեմ հիմա մենք որ ստեղ ենք երբ որ մենակ Սամվել Բաբայանին չեն կապում մի վարքյան մենք որ հենց որ կոռուպցիայի հարցը դրվում է դա Ղարաբաղից էր դեռ վաղուց եկած սկսում են այդ հարցը դնողին կապել սրանարան հետ որպեսզի որ այդ շարժումը եւ այդ նախաձեռնությունը էժանցնեն ասեմ ստեղ ոչ մեկ խառնված չի որևիցե քաղաքական ուժ պարզ հասարակ արցախցիներ ասում են մեկը գյուղագործա մեկը բանահին նախկին սպայա եւ այլն սովորական հասարակ քաղաքացիներ այս հարցը դրել են ստեղ որ Իրենց որ Արտուր արի մնացած հիմնավորումների կողմը սա է եղել ուրիշ ոչ մեկ խառնված չի շատ իզուր շատերը տեղյակ չէին ինչի համար են եկել շատ իզուր է քարել ուրեմն մի բան ասեն մի վարքյան Դերոնցից բերում եք դնեմ խոսացնում չէ մերոնք ձեր ագենտուրան ձեր լրատվականի ագենտուրայի մասին ազորություն գնում մի րոպե ասեմ էլի մի բան ես ասեմ ես ուրեմն մի վարքյան ես դե մի վարքյան ուրեմն ես ձեզ ասեմ ինչումն է խնդիրը եւ այն նույն բանը պալատկան որ դրել են դեղ թե որ կոնկրետ որ բանն է անուններով էլ կարամ տամ բայց դասեմ հիմնականը լրատվամիջոցներն են որ խառնում են հավաքի հերանիցում են ինչու որովհետեւ հիմնականում լրատվամիջոցներն դա թալանչիների կողմից ֆինանսավորված լրատվամիջոցներ են եւ ինչ նախաձեռնություն դնում ուզում են կամ կապեն այդ թալանչիների հետ կամ էլ բանանը պարավակած անեմ ես հանեն քաղաքական ձեր ասած բոլոր հա ասեմ հաղորդումներն էլ պատեսնում ենք Պարոն Օսպյան ձեր ասած բոլոր հայտարարությունները օդ են քանի որ դուք կոնկրետ անուններ չեք տալիս որպեսզի իրավապահ համակարգը զբաղվի դրանով ասում մի վարքյան ասում եմ գործը հարուցված է տարիքես առաջ քուրիկ ջան հասկանում եք չէ գնահատականներ մի տվեք դուք գնահատականներ լրագրող եք Թալանչիները ֆինանսավորում են Ես որ մի լրատվականը հրապարակալը մի հատ կորեք ստեղից հրապարակը եկել աստ ինչ անի գնաց որովհետև հրապարակը դա այն կեղտոտ լրատվականն է որը միայն կեղտ է շպրտում